Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, կին գլխավոր դատախազ։ Այսօր այնքան են խոսել ընդդիմությունը մեր իշխանության մասին, որ ստիպված եմ եղել գալ ու պատասխանել իրենց։ Քոչարյան Սարգսյան զույգը ձեռք-ձեռքի 20 տարի կառավարել են Հայաստանի Հանրապետությունում։ Ամբողջ իշխանական համակարգը վերածել են կեղծիքների, բռնաճնշումների, այնպիսի գործիք են օգտագործել, որը ուղղված էր ժողովրդավարության դեմ։ Ժողովրդավարությունը խեղդվել է արյան մեջ, բռնապետության մեջ։ Ինչ են հիշում մարդիկ իրենց 20 տարի կառավարման ժամանակաշրջանի մասին։ Հիշում են թալանը, հիշում են կաշառքը, քաղաքական եւ ոչ քաղաքական սպանություններ։ Այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը պատրաստվում էր ռևանշի, հայ ղեկավարությունը դիզում էր իր ունեցվածքը, չխորշելով գողոնը անել բանակից, մանկատան երեխաներից, ծերերից։ Եվ նրանք խոսում են այսօր մեր մասին, որ մեր իշխանությունը դզել է, չգիտեմ ինչ հարստություն է, կներեք, բայց գոնե դուք միացեք այդ մասին։ Պարոն Պարսյանը նշեց եւ շատ մեր գործընկերները, որ կներեք, բայց մենք չունենք այն, ինչ ունեք դուք ձեր պահեստներում եւ ձեր ունեցվածքը դեռ գլխավոր դատախազը եւ մեր համակարգը դատական կորոշի թե ով է գողացել պետությունից, ով ոչ։ Խոսում են բարոյականությունից, խոսքեր ուղղակի չկան։ Ինչպես է Հայաստանը ծախվել։ Նախկին ղեկավարները ինչ են արել։ 2002 թվականի հուլիսին ստորագրվեց մի ծրագիր, որը կարծես թե լավ ծրագիր էր, բայց ուշադիր։ Գույք պարտքի դիմաց։ Եվ դեռ կան մարդիկ, ովքեր ասում են, որ դա շատ լավ ծրագիր էր, որ այդ ժամանակ Հայաստանը փրկեցին եւ այլը։ Ասում են, որ ոչինչ, թող ռուսական կողմը վերցնի այդ հարստությունները, գույքը հանձնել է իրենց պարտքի դիմաց եւ այլը։ Փաստորեն այդ ժամանակվանից արդեն Հայաստանը տնտեսապես, քաղաքականապես կախված էր երրորդ պետությունից։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը հանձնվել էր երրորդ պետությանը։ Ես պատմության դասագրքերից հիշում եմ, որ կային այնպիսի կարևոր ուրեմն տնտեսական համակարգեր, որոնք պետք է լինեն պետության ձեռքում։ Ինչ ենք արել մենք, դուք ավելի ճիշտ, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր այդ ժամանակ կառավարում էին, հանձնել են էներգետիկ համակարգը, ճանապարհները, բանակը, ինչ կարողացել եք հանձնել եք երրորդ պետությանը, եւ դուք համարում եք, որ դուք այդ ժամանակ ղեկավարել եք եւ Հայաստանը այդ ժամանակ ծաղկուն էր եւ ժողովուրդը լավ էր ապրում։ Ձեզ մի բան ասեմ, երբ որ գնում եմ Սյունիքի մարզի գյուղերում հանդիպում եմ ժողովրդի հետ, մարդիկ հարցնում են, կներեք էլի, 7 տարի անցել, ինչու չեն դատապարտված երկրորդ եւ երրորդ նախագահները եւ նրանց շրջապատը։ Ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Չնայած գիտեմ ինչ եմ ասում, քանի որ մենք կառուցում ենք իրավական պետություն, մենք չենք կարող նրանց նման սպանել մարդկանց, անօրեն նստացնել բանտերում։ Իսկ այսօր ինչ են ասում իրենք։ Ասում են 2008 թվականի մարտի 1-ը Փաշինյանն է սարքել, Ժորժ ջան, 1999 թվականին գլխատվել է մեր պետությունը։ Երբ որ ես 2002 թվականին, այնպես է ստացվել Լոնդոնում էի, Թրաֆալգարյան հրապարակում մոտենում է ինձ մի մարդ, հարցնում է, ասում է դուք որ երկրից եք, սովորական մարդ էր, որը կեր էր վաճառում աղավնիների համար։ Ասեցի Արմենիայից, հարցրեց, Արմենիան դա Ալբանիան է, ասում ոչ, Արմենիան դա Ջորջիայի հարևանությամբ է գտնվում։ Ասաց դուք վատ երկիր եք, ասում եմ ինչ ա եղել, ասում եմ դուք գլխատել եք ձեր պետությունը, դուք սպանել եք ձեր վարչապետին
եւ ազգային ժողովի նախագահին եւ падգամավորներին, եւ դուք հիմա խոսում եք սիրելի, չէ, չասեմ սիրելի, գործընկերներ, ընդդիմության գործընկերներ, դուք հիմա խոսում եք արդարությունից, դուք խոսում եք, որ դուք պետություն եք սարքել, կներեք էլի, ես գոնե եթե իմ երիտասարդ ընկերները չեն հիշում, ես որ գոնե հիշում եմ ինչ է եղել այդ ժամանակ եւ ինչպես է ժողովուրդը ապրել։ Հա, դուք ասում եք պատերազմ չի եղել։ Հա, բայց դուք դիզում եք ձեր հարստությունը եւ Ադրբեջանը պատրաստում էր պատերազմի։ Այո, ձեր օրոք 2016 թվականին առաջին անգամ Ադրբեջանը ցույց է տվել, թե ինչ ենք արել մենք եւ ինչ է արել Ադրբեջանը։ Շատ բան կա ասելու, ուղղակի կուզեի, որ գլխավոր դատախազը էլ ավելի արագ աշխատեն, հա, եւ նրանք, ովքեր մեր պետությունը հասցրել են այս վիճակի, խնդրում եմ պետք է պատասխան տա, սպասում է ժողովուրդը։ Շնորհակալ եմ։